Հաջորդ հարցը հարցամար 26 համեցեք Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ըստ էության 3 խումբ հարցեր է առաջարկում կարգավորել։ Նախ առաջինը պիտի շեշտեմ, որ թե մեր հանրապետությունում, թե միջազգային պրակտիկայում հանրային ծառայությունների ոլորտում եւ առհասարակ ծառայությունների մատուցման ոլորտում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված, արտահերթ կամ կուզեք այսպես ասեմ, արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն եւս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը։ Եվ մեր հանրապետությունում բազում են այդպիսի ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կուզենայի օրինակ առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը որպես այդպիսին, երբ որ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն եւ արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնը առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորությունը դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննության մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Բնականաբար առաջին անգամով միայն սահմանափակվել չենք կարող, որովհետև ունենք երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ նաեւ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ Այս դեպքում մեր օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեմ ժամանակը հաջորդ քննության դա 1 ամիս անց քննության վերահանձնումն է, այստեղ եւս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Սա եւս նորից եմ ուզում շեշտել հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար ստանդարտ սպասելաժամանակից շեղվող ավելի սեմ եւ ավելի հարմարավետ պայմաններում այս process-ը կազմակերպելու համար։ Սա առաջինը։ Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայագրերի թվայնացմանը, այսինքն մեր օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի եւ վարորդական վկայականի պլաստիկին զուգահեռ ունենալ նաեւ թվային տիրույթում թվայնացված տարբերակը այս վկայագրերի եւ ՀՀ տարածքում իրավաչափ համարել, թույլատրելի համարել նաեւ թվային տարբերակով վարորդական վկայականների եւ հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Պայմանական սա նաեւ թույլ կտա հետագայում բարեկային ծառայության կողմից, եթե կա որևէ ճանապարհային երթևեկության կանոնի խախտում, եթե անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ ձևով վարչական պատասխանատվության կիրառման։ Սա նաեւ թույլ կտա մեզ գնալու երկրորդ նաեւ փուլ զարգացման ճանապարհով, որովհետեւ հաշվառման վկայագրերի եւ վարորդական վկայականների դեպքում պիտի կարողանանք նաեւ լրացուցիչ բոնուսներ մատուցել, բոնուսներ ապահովել մեր քաղաքացիների համար տարբեր նաև ծառայությունների մատուցումից օգտվելու տեսանկյունից։ Եվ երրորդ խումբ
այսպես ասեմ, կարգավորումները վերաբերում են դեռևս անցած նիստով մեր կողմից հաստատված պարոն Գրիգորյան նախաձեռնությանը, որը վերաբերում էր տրանսպորտային միջոցների առողջարքի թվային հարթակում իրականացմանը։ Ես նշել էի, որ մենք նաև հնարավորություն ենք տալու մեր քաղաքացիներին, որպեսզի կարողանան, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման տրամաբանության մեջ։ Այստեղ այս փաթեթով նախատեսում է արդեն տվյալ հնարավորությունը եւս, որը որ թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն արդեն առաքել կոնկրետ հաշվառման համարանիշը։ Բնականաբար սա եւս հավելյալ ծառայություն է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքացիները ցանկություն չունեն այս ծառայությունից օգտվելու, ստանդարտ ձևաչափով ֆիզիկական այցելությունը հաշվառման քննական ստորաբաժանումներ բնականաբար պահպանվում է։ Ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետ առաջարկում ենք ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ շեշտել, որ սրանք հնդածս մեր դիտարկած փոփոխություններն են, բայց հաջորդիվ մենք ամբողջովին նաև վերափոխելու ենք առհասարակ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքների եւս։ Այս պահեդրությամբ իրականացնում ենք բիզնես գործընթացների վերլուծություն, որպեսզի հասկանանք վարորդական նաև վկայական ստանալու համար ուսումնառությունից սկսած մինչև այս ցիկլի ավարտը ինչպես կարող ենք ընդհանուր process-ները հնարավորինս թվայնացնել եւ նաև որակի կարևոր չափանիշներ սահմանել այս տեսանկյունից եւս, որովհետեւ հատկապես ճանապարհային անվտանգության տեսանկյունից կարևոր է, որ մենք հավաստիանանք, որ այն վարորդական վկայականը կամ այն իրավունքը, որը որ տալիս են քաղաքացուն, դա բավարարում է մեր կողմից առաջ քաշված բոլոր պահանջներին եւ հետագայում երթևեկության մեջ հայտնվելու պայմաններում վստահ ենք, որ տվյալ վարորդը հնարավորինս անվտանգ կարող է գործունեություն ծավալել։ Թերևս հակիրճ այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան։ Հիմա մենք քննարկում ենք հարց, որ այդ քննության գործառույթը կարելի է պատվիրակել այն կառույցին, որը այդ կրթությունը տալիս է։ Թե չեն քննարկում նման հարց։ Պարոն Գրիգորյան, եթե նկատի ունեք քննությունը հանձնելու տրամաբանությունը, թե կրթական process-ը։ Ենթադրենք, եթե կան ավտոդպրոցներ, եթե կան, ապա դրամաբանական կլիներ, որպեսզի այդ կրթության հավաստումը իրականացներ ոչ թե պետությունը, ես դժվար եմ պատկերացնում, ոնց կարելի է տեստերի միջոցով գնահատել անձը մեքենա վարել գիտի, թե չգիտի։ Իրոք հնարավոր չի դա անել, կամ եթե նույնիսկ պրակտիկ քննությունն էլ էլի բավարար չի։ Ես կարծում եմ ավելի ամբողջական պատկեր կունենայինք, եթե ուսումը իրականացնողը ակրեդիտացված կառույցը հասկանալով կարգավորման խստությունը եւ կանոնները ինքը ուղղակի հավաստեր, որ այս մարդը իրավունք վարելու կարող է ունենալ կամ չի կարող ունենալ։ Դա դες բան քննարկում ենք, թե մեր պարագայում բացառված օրակարգ է դա։ Պարոն Գրիգորյան, ես նշել եմ նաև նախորդիվ տարբեր քննարկումների շրջանակներում, որ բիզնես process-ների վերլուծությունը, որը որ իրականացնում ենք հաշվառման քննական ստորաբաժանումների, ոչ թե պարզապես բիզնես process-ի թվայնացման կամ վարչարարության պարզեցման նպատակ է հետապնդում, այլ առհասարակ վարորդական իրավունքների տրամադրման եւ մեքենաների գրանցման եւ այլ հնարավոր process-ների ավելի արդյունավետ իրականացմանն է վերաբերում, որովհետեւ միայն process-ը չէ, որ պիտի ապահովի որակ։ Process-ը կարող է հարմարավետություն, ավելի քիչ վարչարարություն ենթադրել, բայց դա պիտի սպասարկի որակին հիմնականում, եւ ձեր նշած տարբերակը բնականաբար դիտարկում ենք։ Այս պայդրությամբ քննարկում ենք այն տարբերակը, որ վարորդական քննություն հանձնելուց առաջ լինի անպայման կրթական բաղադրիչ եւ կառավարությունը այս դեպքում ներքին գործերի նախարարությունը սահմանի այն բոլոր հիմնական չափանիշները կամ այն բոլոր ստանդարտները, որոնք կարիք կլինի ունենալու կրթական process-ում, իսկ մասնավոր ընկերությունը կկարողանա սպասարկել կոնկրետ կրթությունը եւ մենք վստահ կլինենք, որ տվյալ չափանիշներով կրթական process անցած վարորդը, ապագա վարորդը կարող է ողջամտորեն ստանալու վարորդական իրավունքի վկայական։ Այս պայդրությամբ այս տարբերակը քննարկում ենք։ Նախարարության դեպքում բազմաթիվ են այսպիսի դրվագները, երբ որ մենք արտապատվիրակում ենք համանման ծառայությունները, այնպես որ հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մեր ворթեգրած քաղաքականությանը համահունչ, սա եւս բացառություն լինել չի կարող։ Պարզապես պիտի դրվագները քննարկենք, որ հատվածն է ենթակա արտապատվիրակման, որ հատվածն է, որ պիտի պարտադիր մնա պետության որոշման կայացման տիրույթում։ Շատ լավ, իսկ այդ թվայնացման մասով
Տիկին Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս, հասկանալով, որ ունեմ թվային վարորդական իրավունքի վկայական։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, Գործողները կարող են կոնվերտացնել։ այս պահին դուք ունեք գործող վարորդական վկայական, կարող եք դիմել ստանալ նաև թվային վարորդական վկայականը եւ Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության շրջանակներում թվային վարորդական վկայականի գոյությունը այլևս բավարար կլինի երթևեկության մեջ իրավաչափ մտնելու համար, որևէ ձևով խնդիր չի առաջանա։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պիտի ունենաք արդեն։ Իսկ բայց ոնց ինչ կոդով եմ իդենտիֆիկացվում ես այդ պարագայում, եթե ընդհանրենք բարեկային ծառայությունը ինձնից ուզի վարորդական իրավունքի վկայական, ես էլ ասեմ ունեմ էլեկտրոնային, ինքը ոնց է նույնականացնելու։ Պարոն Գրիգորյան, իրան կոդ տամ։ Մեր պարեկները բավական զինված են տեխնիկապես, այնպես որ դեմքի նույնականացման տրամաբանության մեջ ձեր վարորդական ամբողջ կենսագրությունը թվային հարթակում պլանշետներում երևում է եւ ձեր անուն ազգանունով բնականաբար կերևա մեր պարեկների մոտ, որ ունեք թվային վարորդական Ես վկայական։ ընդհանրապես ասում եմ անուն ազգանուն, այդ պարագայում ինքը գտնում է իմ էլեկտրոնային վկայականը եւ դեմքով իդենտիֆիկացնում է, որ այդ անուն Շատ ազգանունը հեշտ իմն է։ եւ արագ։ Իսկ այդ շահագործման կտրոնը նույն տրամաբանությամբ։ Այո, նույնը տեղ անձնագիր ասվածը, հաշվառման վկայագիր ասվածը նույնն է։ Տեղ անձնագիր բառը էլ չենք օգտագործելու, չէ՞։ Հաշվառման վկայագիր։ Շատ լավ, շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի գործընկերներ, համեցեք։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն, որ արձագանքել եք բազմաթիվ բողոքների եւ ժամկետները փոխել եք, որովհետեւ իրականում ստացվում էր այնպես, որ դեկարգի վկայական ստանալու համար մարդը եթե կտրվում էր եւ կարող է եւ պատահական էլ կտրվի 1 կամ 2 հարց չիմանալով 2 ամիս պետք է սպասեր, բայց հիմա ուզում եմ հասկանալ, մենք այնտեղ դնում ենք 7 կամ 14 օրվա ժամկետ, ինչի չենք կարող թույլատրել, որ ամեն օր հանձնի, ինչն է խնդիրը։ Պարոն Հարությունյան, մենք փորձել ենք հնարավորինս մեր գործող ռեսուրսների տրամաբանության մեջ հերթերի ճիշտ կառավարում իրականացնել, որտեղ պիտի նկատենք, որ հավելյալ վճարի դիմաց հավելյալ հերթը, արտահերթ սպասարկումը ենթադրելու է, որ մեկ այլ քաղաքացի, որը դեռևս չի մտել հերթագրման համակարգ, ոչ թե պայմանականորեն կկարողանա այսօր հերթ վերցնել համակարգում, այլ օրինակ 10 օր հետո։ Փորձել ենք հնարավորինս բալանսավորել, որպեսզի առաջին անգամ հերթագրվողները շատ ավելի ուշ ժամկետում չսպասարկվեն, բայց ասեմ, որ համանման հնարավորությունների պայմաններում մենք կկարողանանք նաև մեր կարողությունները եւս զարգացնել եւ եթե բալանսավորված տարբերակով նկատենք, որ այս ժամկետները կարող ենք ավելի կրճատել, հաջորդ օրը նույնիսկ կարող ենք բոլոր դեպքերում թույլատրել քննության հանձնումը, ապա անպայմանորեն կանել։ Մտնենք process-ի մեջ, հաշվարկները կհասկանանք ընդհանուր որքան են օգտվում մեր քաղաքացիները այս հնարավորությունից եւ հնդածս ավելի կկատարելագործենք մեխանիզմները։ Շնորհակալություն պարոն Գրիգորյան, Տիկին Սարգսյան, քանի որ սա օրենքի նախագծերի փաթեթ է, դեռ ազգային ժողովում քննարկելու ընթացքում լավարկման հնարավորություն կա, մի հարց կարծում եմ սկզբունքի տեսանկյունից պետք է հասկանալ, պարզաբանել։ Մենք ոչ թե խոսում ենք այն մասին, որ կարող ենք վարորդի կամ մեքենայի վերաբերյալ տվյալները վերցնենք թվային բազայից, այսինքն մարդուն չպարտադրենք, որ իր հետ կրի, այլ ասում ենք քեզ կտանք թվային վկայական։ Երբ որ մտածում եմ իրավիճակի մասին, մեկ բարձրաբանում կարող է ունենալ այն առումով, որ եթե մարդը ձեռքին չունի այդ պլաստիկ, այլ ունի բազայի գրանցված տվյալներ, բարեկը, որ ստուգում է իրականացնում, այդ րոպեին կծախսի ոչ թե 1 րոպե վկայագրի համապատասխանությունը ստուգելու համար, այլ կծախսի 5 րոպե։ Այսինքն ժամանակային ծախսն է տարբերությունը մեծ հաշվով։ Այս տեսանկյունից չեք կարծում, որ ընդհանրապես այս թվային վկայական տրամադրելը ոչ թե պետք է այդպես մեկնաբանվի եւ նկարագրվի որպես կարգավորում, այլ բազայից թվային տվյալը ճշտելու մեխանիզմ պետք է ինքնաշխատ գործի, որովհետեւ եթե ես եկել եմ առաջին անգամ վկայական եմ վերցրել, դուք էլ ասում եք, որ տեխնիկական միջոցները թույլ են տալիս բարեկին նույնականացնել այդ պահին նույնիսկ այսօր, առանց այս կարգավորումների, բազայում այդ մարդը գործող վարորդական վկայական ունի, թե չունի, էլ 12000 կամ 6000 ինչի է վճարում ինքը այդ թվային կրկնօրինակը ավելացնելու համար։
Պարոն Խաչատրյան, այս հարցադրումը մենք հնդածս անընդհատ քննարկել ենք եւ այն միտքը կա, որ ոչ թե պարզապես քննության արդյունքն է արտացոլվում համակարգում, այլ վարորդական վկայականը իրավունքը հաստատող փաստաթուղթ է, որը որ պիտի լինի գեներացված որպես այդպիսին վարորդական վկայական։ Եվ եթե վարորդական վկայական գեներացնում ենք եւ անձը ցանկություն ունի պլաստիկը ստանալու եւ հնդածս բարեկային ծառայության ստուգումների ժամանակ դա ցույց տալու, մենք պիտի հասկանանք, որ թվային վարորդական վկայականի նախ գեներացման, դրա հետագա սպասարկման տեսանկյունից մենք լրացուցիչ ռեսուրսներ ենք ծախսելու որպես պետություն եւ ինքը պարզապես մի փոքր տվյալ չի, այլ լինելու է փաստաթղթերի նաեւ շտեմարան, որը մենք պիտի նաեւ մեր ընդհանուր սերվերների վրա կարողանանք պահպանել։ Սա է պատճառը, որ մենք նախատեսում ենք նաև հենց բուն թվային վարորդական վկայականի կտորը, բայց ասեմ, որ պլաստիկի մասով մեր մոտ բազմաթիվ են եղել այն դեպքերը, երբ որ պլաստիկ վարորդական վկայականները եղել են կեղծված կամ մեր քաղաքացիները չեն ունեցել իրենց մոտ վարորդական վկայական, ըստ այդմ ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Այսինքն մի կողմից թվային ճիշտ եւ գրագետ տնտեսություն վարելուն միտված է սա, մյուս կողմից արդեն հեշտացնում է մեր քաղաքացիների կյանքը, որպեսզի ՀՀ տարածքում պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեղ անձնագիր ասվածը կամ հաշվառման վկայագիր ասվածը չունենան։ Մի քիչ այլ տեսանկյունից է հարցը Տիկին Սարգսյան։ Տեսեք, երկու իրավիճակ կա, կա առաջին անգամ վկայական վերցնելու կամ հաշվառման վկայական վերցնելու դեպքը եւ կա գործողը փոխարինելու դեպքը։ Հիմա եթե առաջին անգամ գալիս է գրանցման, պարզ է, որ դուք դրա հետ կապված գործառույթ եք իրականացնում, որը որ վարչարարական ծախսեր է։ Ենթադրում է փոխհատուցման համար սահմանված է պետական տուրք։ Ենթադրենք առաջին անգամ մարդը եկավ, չի ուզում պլաստիկը վերցնի, որովհետև չի մտածում, որ պետք է Վրաստան գնա մեքենայով եւ անհրաժեշտ լինի իրեն պլաստիկը։ Բավարար է համարում այդ առաջին վճարումները կատարել եւ վերցնել կամ ձեր բազայում երևալ որպես իրավունք ունեցող անձ վարորդ կամ հաշվառման վկայականի դիմաց կամ մեքենայի դիմաց հաշվառման տվյալներ։ Այդ դեպքում մենք ասում ենք վճարի պետական տուրք, այստեղ առարկություն չկա։ Երբ որ գործող պլաստիկը նաև բազայում արտացոլելու համար ասում ենք, սա կոչվում է առանձին վերցված թվային վկայական, այդ ժամանակ գործառույթ լրացուցիչ չենք իրականացնում, բազայում այդ հաշվառման տվյալները բոլորը կան։ Եվ մնում է միայն, որ այնպես ինչպես թվային տվյալը կստուգեր բարեկը ստուգման ժամանակ, այդ նույն կերպ ստուգի այն մարդու համար, ով որ մինչև այսօր պլաստիկ վկայական ուներ եւ հաշվառման վերաբերյալ տվյալները հայտնի էին։ Ինձ այս փոխարինման դեպքում սահմանվող պետական տուրքը հասկանալի չի։ Պարոն Խաչատրյան, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ փոխարինումը եւս վարչարարություն է, ու մենք դրա վրա ծախսում ենք ռեսուրս, որովհետեւ հակառակ դեպքում, եթե պլաստիկ վկայական անձը ունի, բայց պլաստիկ վկայականը կորցրել է եւ կարիք կա փոխարինման, նորից նույն տրամաբանությամբ անձը գալիս է հաշվառման քննական ստորաբաժանում, նորից վարչարարություն իրականացում է եւ դա տրամադրվում է։ Այս պայմաններում ուղղակի հաճախ, երբ որ մենք հանրային ծառայությունների մասին ենք խոսում, շատ հաճախ մեր ծախսած ռեսուրսները պատշաճ չենք գնահատում, որպեսզի նաև կարողանանք ճիշտ այդ արժեքի որոշման շղթան դիտարկել, եւ այս պայմաններում ես կարծում եմ, որ այս դեպքում եւս ունենում ենք վարչարարություն, ունենում ենք թվային տվյալները պահպանելու եւ կուտակելու հետ կապված եւս վարչարարական ծախսեր, որոնք որ ներքին գործերի նախարարությունը այսպես թե այնպես պիտի անի, եւ դրանք պիտի որոշակի փոխհատուցում ստանան։ Այլ է հարցը, որ միգուցե կարող են գնային այլ քաղաքականություն, այսպես ասեմ, երկրորդ անգամ արդեն թվային վկայականը ստանալու դեպքում կիրառել, պատրաստ ենք այդ տարբերակը դիտարկել։ Եթե կարելի է, այս հարցը հետեւյալ կերպ հասկացա, Տիկին Սարգսյան, տեսեք, իմ վարորդական իրավունքի պլաստիկ գրիչի վրա դա ընդհանրապես քաղվածք է ինչ որ էլեկտրոնային գրառման, որը կա ներքին գործերի նախարարությունում, այսինքն ինքը մենք դրան ասում ենք էլեկտրոնային վարորդական իրավունք, բայց ըստ էության ինքը գրառում է։ Հիմա իմ կարծիքով պարոն Խաչատրյանի հարցը հետևյալն է, ինչի ենք այդ գրառումը որպես այդպիսին դիտարկում վկայական եւ իր համար վճար սահմանում։ Ես երբ որ տուրքը վճարել եմ, իդենտիֆիկացվել եմ որպես վարորդական վկայական ունեցող, այլևս այդ ինֆորմացիան ՆԳՆ-ում կա։ Այսինքն ինքը էլեկտրոնային վարորդական վկայական որպես այդպիսին դա քաղվածք է, ինքը լրացուցիչ գրանցման փաստաթուղթ չի, եթե չէ, էլի իհարկե։
Պարոն Գրիգորյան, ճիշտ ասած, իրավաբանորեն ես համաձայն չեմ ձեր ասացի հետ, որովհետև դա քաղված չի, դա փաստաթուղթ է, իրավական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որտեղ կան իրավաբանական նշանակություն ունեցող տվյալներ։ Այլ հավասար պայմաններում, ուրեմն մենք ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական որպես այդպեսին քաղաքացուն չպիտի տանք, ասեն գրանցում են քո քննության արդյունքները եւ վերջ։ Չէ, դա նկատի չունեմ։ Տիկին Սարգսյան, տեսեք, ես գրանցել եմ տրանսպորտային միջոցի նկատմամբ իմ սեփականության իրավունքը, եկել եմ վճարել եմ բոլոր դուրքերը եւ այդ գրառումը պետությունը կատարել է, որ այլևս այս գույքի սեփականատերը էս ինչ մարդն է, չէ՞, այդ գրառումը գոյություն ունի էլեկտրոնային։ Հիմա այդ գրառումը երբ որ ինձ պետք է գալիս կամ երբ որ ես վերցնում եմ, դառնում է քաղվածք, չէ, գրառման։ Ինքը լրացուցիչ էլ վկայականի ֆունկցիա չունի, թե ունի։ Պարոն Գրիգորյան, դա դառնում է թվային վկայական։ Ուրեմն մենք պիտի թվային վկայականի գաղափարը առհասարակ հանենք մեր այս օրենսդրական փաթեթից եւ ասենք ուղղակի թվային տվյալներ են մուտքագրվում եւ պլաստիկը կարող է պարտադիր լինել, կարող է պարտադիր չլինել։ Մտածելու բանը, առաջարկում եք շարունակել մտածել, համաձայն ենք ձեր առաջարկին, բայց կարծում եմ մտածելու բանը։ Շատ լավ։ Առնվազն կադաստրի դրամաբանություն, պարոն Թովմասյան, խնդրում եմ օգնեք մեզ։ Շնորհակալություն, Այս բանավեճում։ հարգել պարոն փոխվարչապետ, խնդիրը ինչու՞մն է կայանում։ Մենք էլ այսօր ունենք տրված թղթային վկայականներ, որոնք տարիների ընթացքում քաղաքացիներին տրվել են, եւ սեփականատերերը երբ որ դիմում են եւ նոր նմուշ են ուզում, իսկ նոր նմուշը դա իրենից ներկայացնում է էլեկտրոնային անշարժ գույքի իրավունք հաստատող հավաստող փաստաթուղթ, մենք դրա համար քաղաքացիներից գումար չենք գանձում այսօր։ Պարոն Թովմասյան, գումարի հարցը կքննարկենք, դա հեշտ է, Տիկին Սարգսյանի հետ քննարկում ենք այլ բան։ Երբ որ դուք գրառման մասին քաղվածք եք տալիս ու ասում եք այո, դուք սեփականատեր եք, որովհետև պետական գրառում կա էլեկտրոնային, այն մասին, որ գույքի սեփականատերը դուք եք։ Եթե ձեզ ինչ-որտեղ, եթե ձեզ պետք է թղթային, խնդրեմ, վերցրեք այս քաղվածքը եւ ցանկացած տեղ կարող եք ներկայացնել որպես ապացույց, որ սեփականատերը դուք եք։ Կարող է ինքը կոչվում է վկայական, դա պրինցիպիալ չի։ Մենք ինչ ենք անում, տալիս ենք գաղտնաբար ծածկագիր ընդամենը, քաղվածքներ սեփականատիրոջը չենք տալիս որևէ։ Այդ գաղտնաբար ծածկագրով մեր էլեկտրոնային բազայում որոնում են կատարում եւ համապատասխան փաստաթուղթը հենց այդ բանը գեներացվում է եւ մարդիկ տեսնում են ինչ գույքի նկատմամբ ով ինչ սեփականության իրավունք ունի։ Դուք ավելի Միքայել առաջ ենք գնում, դուք ուղղակի հասանելիություն եք տալիս պետական գրառմանը։ Այո, բոլորը կարող են որոնել մեր բազայում ցանկացած պահագայում եւ տեսնել այդ համապատասխան տեղեկատվությունը։ Տիկին Սարգսյան, հասկանում ենք, որ հիմա սենց այս քննարկումը ավելի շատ ապագայի մասին է։ Մենք կարող ենք հասնել նրան, որ գույքի նկատմամբ իրավունքների կամ այդ թվում շահագործման իրավունքը վերջում դառնա ուղղակի հասանելիության կոդ, որով ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենա այդ կոդով հասանելիություն ունենա պետական գրառման այդ գույքի մասին, ով է սեփականատերը, ով իրավունք ունի շահագործել, վաղը մյուս օրը ապահովագրված է թե ոչ, տեղ զննում անցած է թե ոչ, այս տրամաբանությամբ։ Քրան, այո, բայց ոչ հենց հիմա, որովհետև հաշվառման քննական ստորաբաժանումների բիզնես գործընթացների վերլուծության արդյունքում պիտի մեր ամբողջ թվային հարթակը փոխակերպենք այս տրամաբանությամբ։ Մեր մոտեցումը հենց դա է, որպեսզի հետո շատ ավելի քիչ այցելությունների կամ թղթաշրջանառության կարիք լինի, բայց փոխանակման կտորով մենք ազգային ժողովի արդեն շրջափուլում կդիտարկենք միայն փոխանակման տեսանկյունից այս կարգավորումը հանելու տարբերակը եւս որևէ խնդիր չեմ տեսնում։ Շատ լավ, այսինքն մենք հիմա անցում ենք գնանք այս ճանապարհով, որը շատ ավելի լավ արդյունավետ է, քան գործողը, որից հետո հերթական փուլով ուղղակի գնալու ենք գրառմանը հասանելիություն տալու տրամաբանությամբ թե պարեկներին, թե մեզ, թե ցանկացած անձի, ով լիազորություն ունի իդենտիֆիկացնել այդ գրառումը պետական։ Շատ լավ է, բայց ես կարծում եմ այդ նշանակում է, որ թվային նոր հարթակ պիտի ձևավորվի։ Պարոն Գրիգորյան, իրականում այո, մենք այս պայդրությամբ դա ենք հենց քննարկում, որովհետև գիտեք, որ ունենք նաև առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների աճուրդի հարթակ, ունենք վարորդական վկայականներին առնչվող հարթակ, պարեկային ծառայության դեպքում առանձին օպերատիվ կառավարման կենտրոնի թվային լուծումներ ունենք, սրանք պիտի սինխրոնիզացվեն, որովհետև շատ հաճախ մենք տարբեր պատմական ժամանակահատվածներում ստեղծված բազաների մասին ենք խոսում եւ շատ հաճախ նույնիսկ ամենապարզ լուծումները հնարավորություն չունենք իմպլեմենտել
իմպլեմենտացնելու, դա է պատճառը, որ այս բիզնես գործընթացի թվայնացումից հետո կբերենք նաև ընդհանուր մի միասնական թվային հարթակի առաջ։ Լավ, շնորհակալություն, կարևոր հարց է։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Գրիգորյան, իմ հարցին վերադառնալով այս ժամկետների հետ կապված, մենք հիմա ներողություն Տիկին Սարգսյան, մենք հիմա ժամկետները ամրագրում ենք օրենքով։ Ինչի լիազորություն չենք տալիս կառավարությանը, որպեսզի կառավարության որոշմամբ այս ժամկետները սահմանվեն, որ ամեն անգամ ձեր ասելով, եթե ճկուն գտնվենք, տեսնենք, եթե համակարգը լավ են աշխատում, ժամկետները կփոխենք։ Հիմա լիազորություն տանք կառավարությանը, ժամկետները կառավարությունը փոխի։ Այստեղ խնդիր կա իրավական առումով։ Անկեղծ ասած, մենք ի սկզբանե այդ տարբերակով էինք գնացել, պարոն Հարությունյան, բայց կոմիտեի քննարկման շրջանակներում պետական տուրքերի սահմանման համատեքստում ֆինանսների նախարարությունը նաև բարձրաձայնեց, որ վերջին տարիներին ընդունելի մոտեցում է համարվել պետական տուրքերի կտորը հենց օրենքում հստակ ժամկետներով սահմանելու, բայց սա կշարունակենք այս թեման քննարկել, ես եւս համաձայն եմ, որ կարելի է շատ ավելի ճկուն լինել, նաև օրերի փոփոխման տրամաբանության մեջ եւ արդեն ազգային ժողովի փուլում, եթե եկանք ընդհանուր կոնսենսուսի, սա եւս կխմբագրենք։ Շատ լավ, կան այլ հարցեր, հարգելի գործընկերներ։ Եթե չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումը ընդունվեց։